Ժողովուրդը գրում է իշխանությունները կարծես թե մտահոգված են Սյունիքի մարզի Խոզնավար համայնքի տների ուղղությամբ ադրբեջանական կրակոցներից։ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցել են Փաշինյանը ԿՊԱ-ական սյունեցի պատգամավորներին հանձնարարել է գնալ մարզ, շրջել համայնքում, լինել Խոզնավարում, Խծաբերդում, զրուցել բնակիչների հետ, հանդիպումներ ունենալ նրանց հետ ու առաջին ձեռքից ստանալ ինֆորմացիա։ Փաշինյանի նպատակը իմանալն է, թե ինչ հաճախականությամբ են կրակում ադրբեջանցիները, դիրքերի թե բնակավայրերի ուղղությամբ են կրակում ու կարծես ԿՊԱ-ականները վատ լուրերով են վերադառնում։ Ադրբեջանական կողմը թիրախավորել է բնակավայրերը, ոչ թե օրինակ դիրքերը։ Սա անախորեին ՊՆՆ-ն հաստատեց։ Փաշինյանին ԿՊԱ-ականները լավ լուրեր չեն փոխանցում, չնայած այն բանին, որ նա սպասում է, թե երբ Ալիևը կհայտարարի, որ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Փաշինյանը առաջիկայում անձամբ է պատրաստվում Սյունիք այցելել, որ իր աչքով տեսնի, թե ինչ է կատարվում այս առումով մարզի համայնքներում։ Փաստում կարդում ենք ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ռուսաստանի հայերի միությունը մի շարք միջոցառումներ է կազմակերպել Մոսկվայում ու այլ բնակավայրերում։ Մայրաքաղաքում բավականին ներկայացուցչական համաժողով է անցկացվել, որի ժամանակ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը կոշտ ելույթ է ունեցել, նշելով, թե Հայաստանի իշխանությունները հրեշավոր են վարվում, կասկածի տակ դնելով ցեղասպանության փաստը։ Այդ համաժողովին հրավիրված է եղել նաև դեսպան Գուրգեն Արսենյանը, որը հրաժարվել է մասնակցել եւ բավարարվել է հայկական տաճարային համալիրի տարածքում գտնվող ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ ծաղիկ դնելով։ Դրանից հետո այցելել է Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանին, բայց շուտով այստեղ է եկել նաև Աբրահամյանը ու ըստ թերթի մթնոլորտը թեժացել է։ Աբրահամյանը կոշտ ու կտրուկ արտահայտություններ է արել, ասել է այն ամենը, ինչ մտածում է ոչ միայն դեսպանի, այլև իշխանությունների մասին։ Հրապարակում կարդում ենք Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի վրա ադրբեջանական կողմը ոչ թե վերջին շաբաթներին է ինտենսիվ կրակում, այլ շուրջ 2 ամիս։ Գյուղի բնակիչը թերթին պատմել է, որ համայնքապետն իրենց զգուշացրել էր աղմուկ չբարձրացնել, տեսանյութեր չանել, մամուլի բերանը չգցել։ Ասել է ուժային կառույցներից են հրահանգել, բայց երբ կրակոցները դարձել են ինտենսիվ, բնակիչները հասկացել են չի կարելի թաքցնել, սկսել են սոցցանցերում տեսանյութեր հրապարակել։ Միայն դրանից հետո ԿՊԱ-ականները մեկնել են գյուղեր ցույց տալու, թե իբր նրանց կողքին են, թեև զրուցակիցն ասել է իրենց գյուղ են եկել 2-3 ԿՊԱ-ական զրուցել հեռացել։ Թերթը գրել էր, որ Արսեն Թորոսյանն ու Դավիթ Դանիելյանն էին Խոզնավարու խնածախ մեկնել, մեկ օր անց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Արմեն Խաչատրյանը։ Իսկ զինված ուժերը խնածախում կրակոցների մասին առաջին անգամ հայտնել է մարտի 31-ին, մինչև այդ ասում էին, թե կրակոցները չեն թիրախավորում Հայաստանի տարածքը, փոխանցում է թերթը։ Հրապարակը գրում է Արցախի նախագահ Շահրամանյանը երեկ այցելել է Ազատության հրապարակ, վրանում ակցիա անողներին փակ քննարկումից հետո ասել, որ առաջարկել է, եթե որոշեն պայքարի ֆորմատը փոխեն, տեղ ունեն Արցախի ներկայացուցչության շենքում։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի գլխավորությամբ մարտի 29-ից մեկնարկած պայքարի շրջանակում հանրահավաք արեցին, հիմա նստածույց են անում եւ հրապարակային հանդիպումներ ունենում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ եւ հայտարարություն են կազմել ուղղված կառավարությանը։ Նրանց առաջարկվել է խմբեր ձևավորել եւ այլ ֆորմատում հարցերը քննարկել, դադարեցնել փողոցային պայքարը, հակառակ դեպքում ոչինչ չեն ստանա։ Ակնհայտ է, որ արցախցիները դժվարին կացության մեջ են, մի կողմից իշխանությունը հետևականորեն փորձում են նրանց պառակտել ու այստեղ դերակատարում ունի աղք Արմեն Գրիգորյանը, որը փորձել է իշխանությունների նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքը կոտրել, աշխատել են նաև Սամվել Բաբայանը եւ իշխանամետ այլ արցախցիներ։ Եվ պայքարողները գիտակցում են, որ անհրաժեշտ է շարժումը ռեստարտ անել, նոր ձևաչափ մտածել։ Վրանում հենց այս մասին են խոսել, բայց Շահրամանյանն ասել է, որ վերջին խոսքը խորհրդինն է լինելու, ինչ որոշում կայացնեն, ինքը նրանց կողքին է։ Չի բացառվում շուտով հավաքեն Վրանը։ Արցախցիների Facebook-յան խմբերում 3 նման հարցեր էին քննարկում։
Ժողովրդում էլ կարդում ենք Փաշինյանը մինչև 25 թվականը Հայաստանում զարգացման ծրագրի ներկայացման շրջանակներում խոստացել էր 1.5 միլիոն նոր աշխատատեղ, սակայն ամեն փաստ հակառակն է ապացուցում։ 24 թվականի 4-րդ եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը ցածր էր նախորդ եռամսյակների համեմատ, սակայն տարեկան մակարդակը կազմել է 13.9%, ինչը ավելի բարձր է, քան 23 թվականի 12.4%-ը։ Սա պայմանավորված է քաղաքային ու գյուղական բնակավայրերում գործազրկության թվի աճով, թե կանանց, թե տղամարդկանց շրջանում, ասվում է Համաշխարհային բանկի զեկույցում։ Թերթը նկատում է, իշխանությունները ոչ միայն չեն կատարել խոստումը, այլև ավելի են վատթարացրել տնտեսական վիճակը։ Հրապարակում էլ կարդում ենք, թեև ԱԺ հերթական ընտրություններին տարի ու կես կա, իշխանությունը պատե-անպատե հայտարարում է, թե իրենց օրակարգում արտահերթ ընտրությունների հարց չկա, սակայն ՔՊ իշխանության վերին էշելոններից թերթը տեղեկացել է Փաշինյանն արդեն սկսել է նախընտրական ցուցակ կազմել։ Նա երբեմն կիսվում է ամենահավատարիմների հետ, թե ովքեր տեղ կգտնեն ցուցակում, ովքեր դուրս կմնան։ ՔՊ-ում խոսում են, որ ոչ մի հստակ չափանիշ չի գործելու, բացի առաջնորդի կամքից լուրեր կան, որ դուրս մնացողների ցանկում են լինելու ներկայիս ակտիվ падգամավորներից շատերը, իսկ գործող ԱԺ-ՔՊ խմբակցության մոտ 80%-ը չի լինելու։ Փաշինյանն ուզում է նոր կազմ ներկայացնել անհայտ մարդկանցով, որ կարողանա ևս մեկ անգամ ընտրողներին մոլորեցնել ու նրանց քվեն ստանալ, համոզելով, թե նոր կադրերը կլուծեն հների խնդիրները։ Ի դեպ, լուրեր կան, որ հանդես կգան իրական Հայաստան անվան տակ։